Երևանի օդի աղտոտվածության խնդիրը կրկին պետական եւ հանրային ուշադրության կենտրոնում է։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց վերջին չափումների տվյալները, աղտոտվածության պատճառները եւ հնարավոր լուծումները, ընդգծելով, որ խնդիրը համալիր է եւ պահանջում է երկարաժամկետ ռազմավարություն։ Ավինյանի խոսքով այս տարի առաջին անգամ քաղաքը ձեռք է բերել օդի որակը չափող համակարգեր, որոնք արդեն գործում են բոլոր խոշոր կառուցապատվող տարածքներում։ 2024 թվականից մեր բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում ներդրված են մեր սարքերը, որոնք որ միացված են մեր GIS համակարգին, 175 սարքից մենք ունենք տվյալներ, եւ այդ տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ վատթարանում է նոյեմբերի կեսերից եւ սկսում է բարելավել մարտի կեսերից։ Քաղաքապետը պարզաբանեց, որ խնդիրը միայն մարդածին չէ։ Ըստ նրա, քաղաքի աշխարհագրական դիրքը, ոլորվող օդային հոսքերը եւ եղանակային առանձնահատկությունները մեծ դեր են խաղում։ Ըստ քաղաքապետի, եթե ազդող գործոններն ամբողջությամբ մարդածին լինեին, ամռանն ավելի վատ պատկեր կլիներ։ Ավինյանը վստահեցրեց, մարդածին գործոնները փոքր բաժին են կազմում, սակայն դրանց վերաճիշտ եւ թիրախային աշխատանքի դեպքում 10-ից 15 օրվա ընթացքում կարող են ապահովել 1.5-ից 2 ամսվա դրական ազդեցություն։ Նա նաեւ ընդգծեց, որ խնդիրը պահանջում է կարճաժամկետ եւ երկարաժամկետ լուծում։ Այդ լուծումները շատ դեպքերում նույնիսկ Երևան քաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Մասնավորապես խոսքը գնում, եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը գնում է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին, որոնք որ որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ եւ կարծում եմ սա երկարաժամկետի մասով է, բայց կարճաժամկետի մասով այն ինչը որ մեզ թույլ կտա մոտավորապես հետեւյալ մի վարժություն են կարել, որ հնարավոր է որ մի 10-15 կրիտիկական օր, որոնց մասին մենք նախորոք տեղեկացված լինենք, եթե այդ օրերին մենք էական մի փոքր ստանդարտից դուրս երևի թե վարչարարական աշխատանք անենք, պարոն Ղուկասյան, պարոն Բաբայան, հարգելի գործընկերներ, վարչական շրջանի ղեկավարներ, այդ 10-15 օրվա մեր վարչարարությունը կարող է ազդել 45-ից 60 օրվա վրա։ Բացի օդի հետ կապված խնդիրներից նիստում քննարկվեց նաև քաղաքում թեքահարթակների կառուցման ծրագրի ընթացքը։ Երկաղլույս ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը տեղեկացրեց, որ Երևանի 286 հասցեներում արդեն կառուցվել է 551 թեքահարթակ, ինչն ապահովում է միջավայրի մատչելիությունը։ Քաղաքապետն արձագանքեց. Բարձրաձայնեմ այն խնդիրները, որոնք որ ինքս նկատել եմ, տեղ-տեղ մենք թեքահարթակի տեսակները սխալ ենք ընտրել այն առումով, որ ընտրել ենք մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակը, երբ պետք է եղել 3 կողմից մոտեցումներով։ Հասկանալի է, չէ՞, ինչ եմ ասում։ Մի հատ երևի թե այս առումով պետք է ուշադրությունը մեր սևեռած պահենք խնդրի վրա եւ մեր քաղաքի ավելի ներառական եւ ավելի հասանելի դարձնելը հանրային վայրերի մեր առաջնահերթությունների շարքում է շարունակում մնալ, այսինքն միշտ տենց մոտավորապես աշխատանք անելիս մի հատ տենց ինքնուրույն անվասայլակով կամ մանկասայլակով այդ հատվածով պատկերացնում ենք ոնց ենք անցնելու։ Եթե չի ստացվում անցնել, այդ ձևով չենք անում աշխատանքը, փոխում ենք։ Նիստում քննարկվեց նաև հանրային տրանսպորտի տեղեկատվական համակարգի արդիականացումն ու կանգառներում տվյալների ճշգրտության բարձրացումը։ Քաղաքապետի հարցադրմանն ի պատասխան փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց կատարված աշխատանքի ընթացքը։ Բուն ծրագրում տվյալների ճշգրտության ավելի մեծ խնդիր կար, որը էականորեն բարելավել է, բայց այն ինչի մասին պարոն Մանուկյանը ասում է, հիմա Yandex-ի հավելվածում եւ էկրանների վրա տվյալների ոչ միշտ համապատասխանությունն է, սա երկրորդ շերտ խնդիրն է պայմանական, պարոն Մանուկյանի ասածը դրա մասին, այն խնդիրը, որի մասին ես էի ձեզ զեկուցել, էական գործնականում վերացել է կարծես։ Փոխքաղաքապետի խոսքով տվյալների ճշգրտությունը զգալիորեն բարձրացվել է։ Ամբողջ աշխարհում նմանատիպ համակարգերում որոշակի շեղումներ միշտ կա ազդանշանի եւ ալգորիթմերի աշխատանքի պատճառով, սակայն հիմա այդ շեղումը նորմայի սահմաններում է։ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց նաեւ մինչեւ տարվա վերջ հնարավոր կլինի 36 կանգառներում էլեկտրոնային ժամանակացույց տեղադրել, ինչին ի պատասխան Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ ծրագիրը կընդլայնվի։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։